Հաջորդ հարցը Արամոն։ Պարոն Փաշինյան, 44-օրյա պատերազմից հետո պատերազմի տարբեր դրվագներով տարբեր քրեական գործեր են հարուցված Արցախի պաշտպանության բանակի եւ բարձրաստիճան զինվորականների եւ շարքային միջին օղակի զինվորականների նկատմամբ նրանք տարբեր դրվագներով այսպես անցնում են, դեռ որոշ գործերի մեծ մասը դատարանում են, հնարավոր ամփոփության դրսևորում, որոնց հետևանքով, չգիտեմ, այս կամ այն բարձունքն ենք կորցրել։ Այս համատեքստում ծագում ամենագլխավոր հարցը հետևյալն է, որ շատ է հնչում, օրինակ, ասում են դուք ինչ գործ ունեք Արցախի հետ, եթե Արցախը ճանաչել եք Ադրբեջանի կազմում, այսինքն Հայաստանի Հանրապետության դատարանների առաջ կանգնած են Արցախի զինվորականներ, եթե դուք այդ Արցախը ճանաչել եք Ադրբեջանի կազմում եւ դուք 44-օրյա պատերազմից հետո ձեր ստորագրությամբ, երբ հանձնվեցին Քաշաթաղը եւ Քարվաճառը թշնամուն, այդ ժամանակ ադրբեջանցիները հայտնի փաստ է, եկան, այսինքն հայկական զորքերին հետ քաշելու հրաման տրվեց, հետագայում դուք 21 թվականին ազգային ժողովի ամբիոնից ասացիք, որ հենց դուք եք տվել զորքերի հետ քաշման հրամանը եւ ադրբեջանցիները GPS-ներով տեղակայվեցին հայկական ռազմավարական բարձունքներին, հետագայում իմացանք, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մի քանի հարձակում եղավ, որից ամենախոշորը 22-ին նորից տարածքներ կորցրեցինք։ Հիմա նաեւ այս հարցն է հնչում, արդյոք ձեր հրամանները եւ գործողությունները չպետք է քննվեն, գոնե քննության ենթարկվեն իրավապահների կողմից, կամ չգիտեմ, կաննեք թեկուզ դատարանի առաջ չպետք է քրեական գործեր հարուցվեն, հասկանալու համար ձեր հրամանների հետևանքով Հայաստանի Հանրապետությունը ինչ վնասներ ունեցավ, գոնե քննության ենթարկվեն, այս հարցադրումները շատ հնչում եւ Արման Թաթոյանի բանավեճի հրավերի հետ կապված նա նաեւ երեք հայտարարեց, որ ձեզ սպառնում են նախկինները, այսինքն ասաց, որ եթե նախկին նախագահները իրենց կուսակցություններով, ուժերով չմասնակցեն դրա պայքարին, քաղաքացիական պայմանագիրը մոտավորապես այսպես շանսեր չի ունենա, վերընտրվելու կամ հաղթանակ ունենալու։ 2026 թվականի ընտրությունները ցույց կտան, ով ինչ շանսեր ունի։ Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, նախ առաջին մասով դատավարություններ են ընթանում, թող իրավաբանները այդ հարցին պատասխանեն, ես հարկ չեմ համարում այդտեղ մեկնաբանել, նախորդ շրջանում բազմիցս եմ մեկնաբանել, բայց հիմա դատավարական process-ներ են։ Ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին, այդ քննությունը տեղի է ունեցել, ես գործով հարցաքննվել եմ 5 ժամ, կամ չգիտեմ կներեք, եթե ժամի հարցում սխալվեմ, հրապարակային քննվել եմ քննիչ հանձնաժողովում եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ ավելին քննվել եմ ժողովրդի կողմից։ 2021 թվականի ընտրությունները այդ ամբողջ քննությունն ա եղել։ Այսինքն պատերազմի հետ կապված մի բան կա, որը որևէ մեկը չգիտի, տենց բան կա, որ որևէ մեկը չգիտի, այդ որ ասում եք քրեական գործեր եւ այն ձեր կարծիքով քրեական գործերի մեջ ավելի կա, քան հանրությունը գիտի եւ հանրության հետ հաղորդակցվել է քննիչ հանձնաժողովներում, ելույթներում եւ այլն եւ այդպես շարունակ, դա թյուր կարծիք է։ Եվ հետևաբար իմ գործողությունները քննվել են, կարող են էլի քննվել եւ շարունակաբար քննվել։ Ուրեմն ես երբեք որևէ հրաման չեմ տվել Հայաստանի Հանրապետության որևէ ինքնիշխան տարածքից Հայաստանի Հանրապետության որևէ զորքի հետ քաշման մասին, սա առաջինը։ Երկրորդին գործողությունները քննվել են, այն մնացած մասերով թող էլի քննվեն, թող անընդհատ քննվեն եւ այդպես շարունակ։